Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներով մենք զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով եւ փոփոխությունները պարբերական են լինում, երբ որ մենք լսում ենք նրանց, առնչվում ենք նաեւ այնպիսի խնդիրների, որոնք ի սկզբանե կանխատեսելի եղած չեն լինում եւ դա մշտական բնույթ է կրում։ Ձեր մատնանշած երկու ուղղությամբ ասեմ հետեւյալը, ուրեմն մենք նախորդ տարվա վերջին ընդունել ենք Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության նոր ծրագիրը, որը մինչ այդ չի եղել, որի իմաստը փոքրիկ միկրո կամ փոքրիկ ձեռնարկություններ ստեղծելն է, օգնելով այդ մեր հայրենակիցներին, ովքեր չունեն ֆորմալ զբաղվածություն եւ նաեւ ովքեր օգտվել են բնակապահովման ծրագրից, այսինքն անպայման պայման է բնակապահովման ծրագրից օգտված լինելը։ Պարզապես վերջի շրջանում մենք սկսել ենք արդեն դիմումների ընդունումը, որովհետև կառավարության որոշման ընդունումից հետո որոշակի գործընթացներ կար անելու, օֆերտայի հրապարակում, ակցեպտների ընդունում այն կազմակերպություններից, որոնք պետք է օգնեն մեր հայրենակիցներին այդ գործընթացով անցնել, ինչը իրենից ենթադրում է ուսուցում, բիզնես ուղեկցում եւ փոքրիկ այն իմաստով, որ ինքը փոքր ձեռնարկություն է դառնալու, մինչև 2 միլիոն դրամի կապիտալ ներդրում, եւ մենք երեկվա դրությամբ ունենք արդեն 76 հայտ, այնպիսի այն քաղաքացիներից, որոնք համապատասխանում են ծրագրին, որտեղ հայտերը շատ են, բայց բոլորը չի որ համապատասխանում են։ Մյուս փոփոխությունը, որը մենք պետք է ընդունենք վաղվա կառավարության նիստում, այսինքն դեռ չենք ընդունել, դա Երևանամերձ բնակավայրերում սերտիֆիկատների իրացման գնի փոփոխությունն է 3-ից 4 միլիոն դրամի, որը տեղի ունեցավ լսելով կրկին մեր հայրենակիցներին, անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, երբ որ մենք մեր գործընկերների հետ վարչապետի գլխավորությամբ քննարկում էինք մեր հայրենակիցների հետ, թե ինչ խնդիրներ կան դաշտում, եւ խնդիրներից մեկը հենց սա էր, եւ որոշում կայացվեց այդ փոփոխությունը իրականացնել։ Փոփոխությունը կլինի վաղը եւ հետեւաբար դրանից հետո մենք կտեսնենք արդեն թե իրացումների վիճակագրությունը, թե սերտիֆիկատներ ստանալու վիճակագրությունը, բայց այս օրվա դրությամբ մենք ունենք 5217 սերտիֆիկատ տրամադրված եւ 2336 սերտիֆիկատ իրացված։ Այսինքն 2336 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան եւ 5217-ը ունի սերտիֆիկատ, որից 2337-ը ձեռք է բերել, մնացածը ձեռքբերման փուլում են եւ այս թվերը աճում են օրեկան կտրվածքով, ասենք մի քանի օր առաջ դրանից մոտ 50-ով ավելի փոքր էր, ամենօրյա գործընթաց է, ունենայինք այդ հետադարձ կապը, մենք օրինակ որտեղից պետք է ենթադրեինք, որ 3-ից 4 միլիոն դարձնելը կարեւոր է։ Իհարկե կապը կա, հետադարձ, կապը ամենօրյա է, ես ինքս անձնապես իմ էլեկտրոնային փոստին օրական մի քանի նամակ եմ ստանում, վարչապետն է ստանում նմանատիպ նամակներ, պաշտոնական խողովակներով ենք ստանում, հանդիպում ենք, միջգերատեսչական հանձնաժողով կա դրա համար, բայց եթե մեր որոշ հայրենակիցներ կարծում են, որ անձամբ իրենց հետ պետք է հանդիպեինք, մենք նաև դրան ենք պատրաստ, եղել են հրապարակային հայտարարություններ, որ իրենք ուզում են հանդիպել մեր հետ, ասել ենք կա դրա համար ընթացակարգ, խնդրեմ եկեք հանդիպեք, բայց այստեղ ուրիշ ենթատեքստ կա, որ ինչ-որ պաշտոնական ներկայացուցիչների հետ են հանդիպում ուզում, որը մեր համար հասկանալի չէ թե ինչ է նշանակում պաշտոնական ներկայացուցիչ, մեր բոլոր հայրենակիցները մեր համար հավասար են եւ բոլորի խնդիրները հավասարաչափ կարեւոր են, այդ առումով բացատրությունը դա է, բայց այո, որ եթե չլսեինք եւ խնդիրները չարձանագրեինք եւ որոշման մեջ վաղվա այլ փոփոխություններ էլ են լինելու, մենակ սա չի, այդ փոփոխությունները պարզապես չէին արվի, շնորհակալություն։